Բարև ձեզ։ Հոկտեմբերի 11-ին նշելու ենք թարգմանչած տոնը։ Օրվա խորհրդի մասին այսօր զրուցելու ենք արձակագիր Դավիթ Սամվելյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջույն։ Ինչ խորհուրդ ունի այսօրը ձեզ համար։ Խորհուրդը այնքան մեծ է, որ ժամանակային առումով եւ կարեւորության առումով, որ չի սկսում ինչ-որ պահի եւ ավարտում, այսինքն թարգմանությունը ինքնին գործընթաց է, որ միշտ պետք է լինի։ Խորհուրդը, եթե մի քիչ այդ բառը միշտ կրկնում եմ միջև հաղորդման սկիզբը մտքումս, ֆանտաստիկ է, ինչի, որովհետև ինքը մի ամբողջ համակարգային process էր պետության եկեղեցու միասնական, ասած գործունեության ընթացքում եւ իր պտուղները միջև այսօր մենք քաղում ենք։ Երբեմն շատ դեպքերում, որ ուզում ենք մեզ լավ ներկայացնենք, ասում ենք, չէ, օրինակ մեր Աստվածաշնչի թարգմանությունը Թաքուի թարգմանությանց, բայց խնդիրը, որ դրվել է ժամանակին, 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի եւ նրա աշակերտների առջև, առաջին հերթին ազգապահպանության խնդիր էր։ Բացի այն, որ ինքը շատ կարեւոր էր եկեղեցու հայացման, process-ում, որովհետև հունարեններ, չէ՞։ Այո, հունարեն երկու խումբ կային, հունարեն եւ ասորերեն, բայց եւ թարգմանություններն էլ ըստ այդմ եղել են հունարենից եւ ասորերենից։ Բայց երբ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ թարգմանիչները որքան էլ որ հոգեվորականներ են, իրենք միայն եկեղեցական գրականություն չեն թարգմանում, փիլիսոփայություն են թարգմանում, պատմություն են թարգմանում եւ կարեւորությունը, առաջի կարեւորությունը այն է, որ շատ այդ թարգմանություններից այդ շրջանի կատարած շատ երկեր պահպանվել են միայն հայերեն, որպես այդպեսին օրինակ կարելի ասել Եվսեբիոս Կեսարացու քրոնիկոնը կամ ժամանակագրությունը, հա, դա բացառիկ բան է եւ երբ հասկանում ես այդքան կարճ ժամանակում այդքան որակյալ ինչ թարգմանություններ են կատարվել եւ ինքը միայն սկսեց եւ սահմանափակվեց թարգմանություն, սկիզբը գրերի գյուտներ, արդյունքը հայերեն դպրոցների բացումներ, որ Մեսրոպ Մաշտոցը լցվեց եւ արևմտյան մասում, հա, պարսկահպատակ եւ հռոմեական, այսինքն բյուզանդական արդեն, հա, տարածքում հայկական դպրոցներ բացելով, այսինքն ինքը մի սերունդ կատարեց մի գործ, որը առ այսօր անգերազանցելի է իր աշխարհաքաղաքական առումով, պետական առումով, հոգեվոր եւ մշակութային առումով։ Այդ դպրոցի շարունակականությունը այսօր ինչպես կգնահատեք մեր օրերում։ Եթե անդրադառնանք գոնե վերջին 10 տարվան, ապա թարգմանական բում նորից կա, ոչ միայն թարգմանությունների առատության առումով, այսինքն գրքերի, այլև լեզվական թարգմանությունների։ Մենք շատ հաճախ ասում ենք, որ սովետական շրջանում բավականին լավ եւ շատ գրքեր են թարգմանվել, բայց երկու խնդիր կա։ Նախ թարգմանությունների լեզուն է շատ քիչ եղել, այսինքն թարգմանվել է ֆրանսերենից, անգլերենից, լավագույն դեպքում, կամ թարգմանությունների մի մաս արվել են միջնորդավորված լեզվով։ Այո։ Իսկ հիմա, չգիտեմ, առնվազն եմ ես ասում 20 լեզվից, ամենակիչը 20 լեզվից թարգմանություն Հայաստանում իրագործվում է։ Անգամ այնպիսի պահ է գալիս, որ թարգմանիչների պակաս է լինում։ Բայց թարգմանիչների շեշտենք այստեղ, որ գեղարվեստական թարգմանիչների, որովհետև եթե ուշադրի լինենք, չգիտեմ, լեզվաբանական ինստիտուտը կամ համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետը ավարտած ուսանողները շատ են, բայց նրանց մեջ կան տեխնիկական թարգմանիչներ, կան, չգիտեմ, համաժամանակյա թարգմանիչներ, բայց գեղարվեստական թարգմանությունը իրականում շատ բարդ գործընթաց է։ Եվ արժեքավոր։ Դուք նաև թարգմանիչ եք, ինչպես եք կարողանում զուգորդել, արդյոք թարգմանությունը չի ազդում ձեր հեղինակային ոճի վրա։ Շատ դեպքում հակառակը կարող է ազդել, հեղինակային ոճը թարգմանության վրա կարող է ազդել։ Ես ինքս թարգմանել եմ ռուսերենից, որպես այդպեսին երկու գիրք, բայց ինչ որտեղ բախտս բերել է, որ հեղինակները հայ են եղել, բայց գրել են ռուսերեն։ Մեկը Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող գիրք էր, մյուսը Միքայել Արամյանցի մասին։ Երկու այսպեսի մեծ խնդիր կա թարգմանության ժամանակ։ Մեկը առաջինը, որ ժամանակատար է, լավ թարգմանություն անելու համար բավականին ժամանակ պետք է տրամադրես, որովհետև տեքստից կտրվել է մի քանի օր, քեզ այդ միջավայրից, հա, այդ ստեղծագործության, այո, եւ հետո վերադառնալ եւ նույն տեմպով, որովհետև ինքը ռիթմիկա ունի ամեն դեպքում տեքստը, հա, շատ դժվար է լինում։ Երկրորդը եւ հեղինակների համար եւ խմբագիրների համար բարդություն։ Այսինքն դու պետք է լավ թարգմանիչը մաքսիմալ պետք է փոխանցի հեղինակին։
Օրինակ նորից եթե հետ գնանք սովետական շրջանին կամ այսօր էլ դեպքեր լինում են, տեսեք, ենթադրենք մի հեղինակ թարգմանում է 4 տարբեր մի թարգմանիչ թարգմանում է 4 տարբեր հեղինակների ստեղծագործություններ։ Երբեմն կարդում ես, պատկերացում է ստեղծվում, որ 4-ը, եթե անունները հանեն, նույն հեղինակի տարբեր ստեղծագործություններ ես կարդում։ Եվ դրա համար շատ նաև զգույշ պետք է լինեն խմբագիրները, որպեսզի այդ հեղինակային ոճը չպահեն։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, չեն կարող անգլերենից օրինակ Օսկար Ուայլդ թարգմանել նույն լեզուն կամ նույն ձև հնչողություն լինի հայերենում, կամ անգամ նույն բառապաշարը օգտագործվի, ինչ ենթադրենք 20-րդ դարի անգլերեն գրող ինչ որ X հեղինակի երբ որ թարգմանում են։ Այսինքն ինքը տաժանակիր աշխատանք է, բայց շատ կարևոր, որովհետև դու ոչ միայն լեզուն ես կամ նյութն ես փոխադրում, այլ ամբողջ մի լեզվա մտածողություն։ Իրականում դա շատ ավելի հեշտ է, քան Շեքսպիրին թարգմանելը, օրինակ, Շիլերին թարգմանելը, որոնք մենք խորհրդային տարիներին փայլուն փառահեղ թարգմանություններ ունենք հայերեն։ Հենց դա երբեմն թարգմանություններ լինում են, որ հենց հեղինակներն էլ անգամ եթե իմանում են այն լեզուն, որ թարգմանվում է, երբեմն ասում են կամ ոնց որ առանձին ստեղծագործություն է դիտվում կամ ավելի լավ է հնչում կամ բնօրինակում, ենթադրենք, հա, նույն օրինակ Թումանյանը այդպիսի թարգմանություններ ունի կամ Շեքսպիրը օրինակ ժամանակին Մասեհյանը թարգմանել է եւ միջև մի կարելի ասել անգերազանցելի է նրա թարգմանությունը, թեև ոչ պակաս արժեքավոր կան, այո, հիմա արվում են։ Իսկ ինչպես եք վերաբերում մեքենայական թարգմանություններին։ Դրանք ավելի շատ վտանգավոր են, թե օգուտ տալիս են ամեն դեպքում։ Տեսեք, ժամանակին բոլոր թարգմանիչներն էլ օգտվել են բառարաններից, չէ՞։ Հիմա բառարանները ավելի քչացել են կամ էլեկտրոնային միջոցով են բանանում, այսինքն կա մեխանիկական աշխատանք, այդ մեխանիկական աշխատանքը հիմա ավտոմատացվել է, բայց մեխանիկական թարգմանությունը օրինակ շատ ակնհայտ զգում ես, օրինակ թարգմանիչներին ստուգելու համար ժամանակին Google Translate-ով կարող թարգմանեին, մի թեթև վրայով անցնեին եւ չգիտեմ, ուղարկեին օրինակ նյութեր տրամադրում թարգմանելու։ Հիմա արհեստական ինտելեկտը։ Հա, բայց այնքան զարգացած չի, որ ինքը կարողանա գեղարվեստական տեքստը լավ թարգմանի, օրինակ նույն չի կարող չգիտեմ, իսպաներենից թարգմանությունները Մարկեսի ամբողջ, չգիտեմ, աշխարհը այնպես ներկայացնի, որ չգիտեմ, ընկալելի լինի ընթերցողի համար։ Միգուցե դրանք ավելի շատ օգտակար են տեխնիկական թարգմանությունները։ Տեխնիկական այն գրականությունը, որտեղ շունչ չկա, կարելի ասել, վատ առումով շունչ չկա, չէ, զուտ ինքը ավելի տեխնիկական ձեր ասածի պես տեքստեր են։ Գեղարվեստական գրականությունը դա, չգիտեմ, անգամ այդ տեքստից կարաս մարդը կարող է բույրը զգալ, հա, ասենց ասեմ։ Այդ ռիթմիկան, բույրը, չգիտեմ, այդ աշխարհ կառուցելը էլի։ Չեմ կարող չհարցնել էլեկտրոնային թե տպագիր գրքերի երկրպագու եք։ Ես ինքս սիրում եմ գրադարան հավաքել, որքան էլ հիմա կարող է պրակտիկ լինել էլեկտրոնային գրքերի, հա, այտենց մի Իսկ ընթերցում եք էլեկտրոնային։ Երբեմն այո, որովհետև ստիպված ես ընթերցել, բայց նաև ինքը հարմար է շատ դեպքերում ճանապարհ գնալիս կամ ինչ-որ պահի կամ գրքեր կան, որ օրինակ խանութում հերթի մեջ կարելի է կարդալ։ Երանելի բաներ եք ասում, այդպիսի բաներ ցավոք սրտի Հայաստանում չկա կամ մեր ազգը կարդացող ազգ է։ Քիչ։ Հիմնականում նաև տպագրող եք։ Այո, հրատարակությունում եմ աշխատում եւ բոլոր հաշվումները ցույց են տալի, որ ընթերցող զանգվածը Հայաստանում ինքնուրույն ընթերցող, ոչ դպրոցական հանձնարարվող գրականություն, ոչ աշխատանքի հետ կապված, ասենք, գրականություն, հիմնականում 15-ից մինչև լավագույն դեպքում 35 տարեկաններն են։ Վերջին շրջանում ինչ գրքեր եք տպագրել եւ դրանք հիմնականում ինչեր են թարգմանություններ են թե հեղինակային գրքեր։ Մենք միշտ շեշտը դնում ենք եւ-ի վրա, այսինքն մենք որպես հրատարակություն այդ պրինտը չի կարող իրեն թույլ տալ միայն մասսայական գրականություն հրատարակել։ Օրինակ վերջի թարգմանությունը, որ հրատարակել ենք, կարծում եմ շատ արժեքավոր է, բայց օրինակ չգիտեմ ինչքան կընթերցվի, դա պորտուգալական էպոսի, Պորտուգալիայի ազգային էպոսի Լուզիադների պորտուգալերենից թարգմանությունը, որը բացառիկ բան է, հայերեն չի եղել երբեք։ Այո, բոլորը գիտեն Իլիականը, Ոդիսականը, Նիբելունգների երգը եւ այլն, բայց դա չի եղել հայերեն եւ մենք արել ենք կամ դրա նախորդ գիրքը օրինակ վերահրատարակել ենք
քսենոֆոնիկ եվրոպեդյան, որը ոչ պակաս կարևոր աշխատություն է, հա, քան Անաբասիսը եւ առաջի պատմավեպն է։ Բայց դրան զուգահեռ, այո, թարգմանում ենք օրինակ ժամանակակից գրողների, չգիտեմ, Նիկոլաս Սփարքս կլինի, Ջոն Գրին կլինի, դետեկտիվ ժանրի գրականություն, Ագաթա Քրիստի, այսինքն այսօր միայն գիրք հրատարակելը շատ քիչ է։ Ընթերցելու մշակույթը լրիվ ուրիշ բան է, բայց մի կարևոր հանգամանք էստեղ կա, ես միշտ շեշտում եմ, տեսեք, միշտ մոտիվացիա է, չէ՞, պետք հրատարակչի մոտիվացիա է, պետք որ թարգմանությունների առումով առավել եւս կարողանա շարունակական իր գործը անի, ինչ եւ լավ եւ վատ բան կա, ներկա ինտենսիվ ընթերցող սերունդը կամ տարիքային խումբը, այսպես ասենք, հիմնականում չի կարողանում ընթերցել կամ հավես չի անում, կարելի ասել, ընթերցել ռուսերեն։ Հիմա օրինակը բերեմ։ Ես ժամանակին աշխատում էի գրախանութում եւ դասական շատ գրողներ կլինի Կաֆկա, Հեսե, չգիտեմ, լուրջ գրականություն, որ ասում են նույն Մարկեսը, հա, այն ժամանակվա 22-ից բարձր կամ ուսանող տարիքից սկսած մինչև 35 տարեկան մարդիկ կարդում են ռուսերեն։ Հայերենը չկար։ Թարգմանությունները Չէ, Մարկեսը եղել է, բայց ոչ բնագրային թարգմանությամբ չի եղել ռուսերենից միջնորդավորված լեզվով։ Ամեն դեպքում կարող է ինչ-որ հատուկենտ գործեր կային, բայց Հեսեն լավ տափաստանի գայելի, ասենք 2008-9 թվականներին հայերեն բնագրից գերմաներեն թարգմանվել։ Բայց ամեն դեպքում շատ ընթերցող մասան կարող էր օտար լեզվով կարդալ։ Այդ մարդիկ արդեն դարել են 40 քանի տարեկան։ Իսկ այն սերունդը, որը եկավ արդեն այդ իմ ասած 25 տարեկանի շեմին հասավ, իրենք ռուսերեն լավագույն դեպքում կարդում են, բայց լավ չեն հասկանում։ Չեն տիրապետում որպես լեզվին։ Այո, այդ առումով հայերեն թարգմանական գրականության առատությունը այդ եկավ օգնության։ Եվ նաև հակառակ կողմից օգնությունը եղավ, որովհետև եթե այդքան շատ հայերեն կարդացողներ չլինեին, այդքան շատ բնականաբար հնարավոր է լույս չտեսնեին։ Ձեր վիճակագրությունը հիմնականում հենված է վաճառքի վրա, բայց Z սերունդը, այսօրվա սերունդը կարդացող սերունդը թե չէ, որովհետև ես որքանով տեղյակ եմ, մեծ մասը նախընտրում են նախապատվություն են տալիս էլեկտրոնային գրականությանը։ Իսկ դրա վիճակագրությունը մենք չունենք հաստատ։ Էլեկտրոնային չկա, որովհետև մեր մոտ էլեկտրոնային դաշտը որպես այդպեսին զարգացած չի երկու պատճառով։ Զարգացած չի, որովհետև ինքը կարող է ինչ-որ չափով վնասել տպագիր գրքին, բայց երկրորդը մեր մոտ էլեկտրոնային գիրք ասվածը հիմնականում ասոցացվում է անվճարի հետ։ Այսօր դրա դեմ հրատարակությունները պայքարել են դեռ մի քանի տարի առաջ, բոլորը համախմբվեցին, կան Telegram-յան ալիքներ, որտեղ հիմնականում ինկոգնիտո մարդիկ չես կարողանում այդ ալիքների տերերին գտնել, տարածում են եւ անորակն են տարածում եւ ակնհայտորեն դա զգում ես ոնց է ազդում տվյալ գրքի վաճառքի վրա, տպագիր ձևով վաճառքի վրա։ Այսինքն դա նույնպես մշակույթ է, որ մարդը կապ չունի ֆիլմ է նայում, հա, երաժշտություն է լսում, այդ ամեն ինչի համար պետք է վճարի, թեկուզ սիմվոլիկ գումար, բայց դրանով դու հարգում ես այն մարդկանց աշխատանքը, որոնք կատարել են, որտեղ մարդիկ կան, օրինակ լավ գրողների վրա օրինակը բերեմ։ Մարդկա կարող է կյանքում ընդհանրապես կարողանում է լավ գրի։ Դուք պատկերացրեք ինչ որ հրատարակություն նրան հրատարակի, կամ թարգմանիչ է, լավ, այսպես ասեմ, իր գործը միայն թարգմանությունն է, որտեղ ինքը ահավոր ժամանակատար է, ամենակիչն եմ ասում, միջին այտենց հաստության գիրք թարգմանելու համար առնվազն 6 ամիս ժամանակ է պետք։ Դուք պատկերացրեք այդ գիրքը հրատարակեն 2 օրինակ անց ինքը անվճար դրված լինի արդեն էլեկտրոնային դաշտում եւ չվաճառվի։ Երկրորդ անգամ այդ մարդը չի ուզենա։ Լավ, եկեք խոսենք նաև կառավարության այս վերջին նախագծի մասին, իրական Հայաստանի գեղագիտության մասին։ Ուր է տանելու մեզ այդ գեղագիտությունը։ Ծանոթ եք, չէ՞, նախագծին։ Որոշակի հատվածներ կարդացել եմ, տեսել եմ համացանցում, ամբողջականը իրականում շատ երկար էր, ասենց ասած գլուխ չեմ դրել կարդալու համար, այն հատվածը, որը ավելի շատ վերաբերում էր գեղարվեստական գրականության կամ ստեղծագործական մասին, հա, այդքանն եմ կարդացել, մի քանի տեսանկյունից կարելի է նայել։ Նախ ես հասկանում եմ, որ դա
պետական, այսպես ասած, ծրագրով ստեղծվող գրականության կամ մշակույթի տարբեր բաների մասին է, հա, խոսքը, այսինքն ինձ որպես ստեղծագործող ոչ ոք չի կարող արգելի, ես ինչ թեմայով գրեմ կամ ինչ որ մեկը չի կարող ասի ինչ ոճի կամ ինչ համեմատություններով ինչ որ մի բան գրեմ։ Այսինքն ստեղծագործող մարդը միշտ ազատ է։ Ուրիշ բան է, երբ այդ ստեղծագործողը պետքա մասնակցի, չգիտեմ, ինչ որ դրամաշնորհների կամ, չգիտեմ, թարգմանական հարցեր պետքա բարձրացնեն, բնականաբար այդտեղ հաշվի են առնվելու, եթե իրականություն դառնա իհարկե այդ նախագիծը, այդ չափանիշներին համապատասխանությունը։ Ես կարծում եմ, որ ավելի շատ պետքա ստեղծագործողին ազատություն տրվի։ Գրաքննությանը կողմ եք թե դեմ։ Ոչ, ես գրականագիտությանը եւ ավելի շատ գրական ասպարեզում քննադատությանն եմ կողմ, որը այսօր ցավոք սրտի բացակայում է, որովհետեւ գրաքննությունը արժեք չի տալիս։ Արդյունքում արժեք չի ծնվում, կարծում եք։ Չէ, այսինքն եթե գրաքննություն լինի, պետական մակարդակով ինչ որ, չգիտեմ, գաղափարախոսություն լինի եւ ինչ որ շատ արժեքավոր ստեղծագործություն, որը չի համապատասխանում, կարա պարզապես ոչնչացվի։ Երբեմն լինում է նաև հակառակը։ Օրինակ հիմա երկիր կա, որտեղ գրաքննության պատճառով առնվազն են իրենց երկրի 6-ից 7 գրողներ, հերիք չի երկրից դուրս են ապրում, նրանց գրքերը գրախանութներից հավաքել են։ Գիտեք, ամեն ինչի համար միջավայր է պետք։ Երբ ընթերցող միջավայր լինի, երբ որ գրքում այն մեսիջները, ինչ որ հեղինակները փորձում են տալ, հա, իրենց վերջիչո հեղինակն էլ, եթե քաղաքական գործիչինը ամբիոնն է, ստեղծագործողի ամբիոնը կարելի ասել իր ստեղծագործությունն է հրատարակված։ Եթե կարողանա տեղ հասցնել, դրա համար ընթերցողը, այսինքն այնքան կարևորվի գրականությունը, որ գրաքննադատությունն էլ կարևորվի, ես վստահեցնում եմ լավ գործեր եւ կստեղծվեն, իհարկե ոչ պակաս գործեր հիմա ստեղծվում են։ Ոչ էլ մենք կնեղվենք, որ վայ, ես ինչ գրքեր են տպվում օրինակի համար, այդպեսի բան չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է նորից եթե գալիս ենք այդ գեղագիտական ճաշակին, ես միանշանակ որպես եւ հեղինակ եւ հրատարակության աշխատող կարող եմ ասել, այսօրվա ստեղծագործողների 90%-ը գրում է իրական Հայաստանի մասին, իրական Հայաստանի այսօր, հա, այժմեական, առօրյա այսօրվա Հայաստանի խնդիրների մասին, մարդու խնդրի մասին, եթե հետը հայաց անգամ նայում է մեզնից մի քանի տարի առաջ տեղի ունեցած դեպքերին է, այսինքն որպես դաս քաղել։ Ուղղակի իմ ցանկությունը միշտ կլինի այն, որ մեր հասարակությունը գրքերը ընթերցի ոչ թե հետահայաց եւ ծնկներին տա, վայ, ես ինչ ա եղել, այլ այն ժամանակ, երբ որ այդ գրականությունը ստեղծվում է, կարդա, որ խուսափի։ Մտի ապագային։ Այո։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Սիրով։ Մենք զրուցում էինք արձակագիր Դավիթ Սամվելյանի հետ։ Ցտեսություն։